Եթե մի քանի տարի առաջ Հայաստանում աղջիկների հասունացման տարիքը 12-ից 13 տարեկան էր, ապա այսօր 8 տարեկանն է։ Ըստ մասնագետների, աղջիկ երեխաների սեռական հասունացմանը պետք է հետևել դեռևս ծննդատնից։ Կարածնողը ինքը ալերգիա առաջացնի սխալ կրեմի, սխալ պամպերսի կամ սխալ հագուստի ընտրության պայմաններում։ Մանկական գինեկոլոգները մեր երկրում մեծ թիվ չեն կազմում, ծնողները նրանց խուսափում են դիմել, սակայն երբեմն 17-ից 18 տարեկան աղջիկներն ինքնուրույն են նրանց այցելում։ Օգնում ենք եւ դա գաղտնիությունը ապահովում ենք։ Բժիշկը գաղտնիությունն ապահովում է նաև այն դեպքում, երբ դեռահաս աղջիկը բռնության զոհ է լինում, միաժամանակ դեպքի մասին տեղեկացնելով համապատասխան մարմիններին։ Ցանկացած տրավմա, եթե անգամ երեխան 5 տարեկան է եւ հաստատ գիտենք, որ ընկելամայրը ճիշտ է ասում, մենք անպայման դիմում ենք ոստիկանություն։ Վերջին 1 տարվա ընթացքում բժիշկուհի Նավասարդյանին դիմաց 17-ից 18 տարեկան աղջիկներից միայն 2-ի դեպքում է եղել բռնություն, որոնք բարեբախտաբար չեն հանգել անցանկալի հղիության։ Այս եւ դեռահասությանը բնորոշ այլ հոգեբանական խնդիրներից զերծ մնալու համար տիկին Նավասարդյանը կարևորում է նաև ծնողի վերաբերմունքը։ Լինում է, երբ որ ես հարցնում եմ, եթե չես ուզում ծնողի ներկայությամբ խոսես, դա իրանց իրավունքն է, մենք իրանց առանձին լսում ենք։ Իսկ արդեն հասունացման շրջանում աղջիկների մոտ խնդիրներ է առաջացնում չափից ավելի արտաքինով մտահոգվելը։ Այդ տարիքում շատ ուզում են նիհարել եւ պահում են ոչ ճիշտ դիետաներ, որոնց պատճառով եւ առաջանում են խնդիրներ։ Նարինե Էրիսյան, Հովսեփ Հովսեփյան, IPF